Բեմ ռադիոկայանի եթերում մեկնություն հաղորդաշարն է։ Սիրելի ունկնդիրներ, Բեմ ռադիոկայանի եթերում մեկնություն հաղորդաշարն է, որի ընթացքում ներկայացնում ենք Աստվածաշնչի առանձին գրքեր, դրանց առավել կարևոր հատվածների բացատրություններով։ Ձեզ հետ են արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօր կխոսենք Սուրբ Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված առաջին թղթի 15-րդ գլխի մասին, որտեղից ընտրել ենք հետևյալ բնաբանը. Եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը։ Օրհնյա Տեր Հայր։ Աստված օրհնի։ Խոսելով աստվածային շնորհների մասին եւ ավարտելով ուսմունքը այս մասին, Պողոս առաքյալը իր առաքելական թղթի վերջին մասում անցնում է կարևորագույն ուսմունքին։ Այսինքն կարևորագույն ուսմունքը նա պահել էր վերջում ներկայացնելու, եւ դա ուսմունքն է մեռելների հարության մասին։ Այս մասին է հենց 15-րդ գլուխը, եւ սա պայմանավորված էր նրանով, ինչպես բացատրում են մեկնիչները, ուսումնասիրողները, որ Կորինթոսում այդ ժամանակ սողոսկել էր մի այնպիսի մտայնություն, հենց Կորինթոսի եկեղեցում, որ ոմանք կասկածում էին մեռելների հարության ճշմարտությանը։ Ոմանք էլ, եթե անգամ չէին կասկածում, ապա հարցեր առաջանում, թե ինչպես պիտի հարություն առնեն, ինչ մարմնով պիտի գան եւ այլն։ Ուրեմն զանազան մտայնություններ կային, բայց ամեն դեպքում ոչ այնպիսի հավատք Քրիստոսի հարության եւ նաեւ առհասարակ մեռյալների հարության նկատմամբ, ինչպիսին պահանջում է ուղղափառությունը։ Եվ ահա այդ նկատառումից դրդված Պողոս առաքյալը որպես կարևորագույն միասելիք Կորինթացիներին ուղղված այս նամակի վերջին հատվածում խոսում է մեռյալների հարության մասին։ Ընթերցենք ուրեմն այդ նամակի սկզբնամասը։ Եղբայրներ, հիշեցնեմ ձեզ իմ ավետարանը, որը քարոզեցի ձեզ, որ եւ ընդունեցիք, եւ որի մեջ հաստատ եք մնում։ Նրանով կփրկվեք էլ, եթե ամուր պահեք այն խոսքերը, որ քարոզեցի ձեզ, այլապես իզուր հավատացած կլինեք։ Որովհետև ես ձեզ ավանդեցի նախ այն, ինչ ես ինքս ընդունեցի, թե Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար ըստ գրքերի, եւ թե թաղվեց, եւ թե հարություն առավ երրորդ օրը ըստ գրքերի, եւ երևաց Կեփասին եւ ապա 12-ին, ապա երևաց միանգամից ավելի քան 500 եղբայրների, որոնցից շատերը կան մինչև այժմ, ոմանք էլ ննջեցյալ եղան, եւ ապա երևաց Հակոբոսին, ապա բոլոր առաքյալներին, ամենից հետո երևաց եւ ինձ, Անարգիս, որովհետև ես իսկ եմ առաքյալների տրուպը, ես որ առաքյալ կոչվելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծո եկեղեցին, բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մեջ եղած շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր։ Արդ թե ես եւ թե նրանք այսպես քարոզեցինք, եւ դուք այսպես հավատացիք։ Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպես են ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը։ Եվ Աստծո սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին։ Արդարև, եթե հարություն չառնեին մեռյալները, նրան հարություն չէր տա։ Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը եւ տակավին նույն մեղքերի մեջ եք։ Ահա այսպիսի մի ներածականով հիմնավորելով Քրիստոսի հարության ճշմարտությունը, առաքյալը ներկայացնում է իր քարոզությունը եւ նաեւ որոշ դրվագներ բերում Քրիստոսի հարությունից, որ հայտնի էին ամենքին, թե ինչպես Քրիստոս հարությունից հետո երևացել է։ Խնդրեմ բացատրեք առաքյալի տրամաբանությունը, իր մոտեցումը, ինչպես է նա այս հոգեվոր ճշմարտությունը Քրիստոսի եւ առհասարակ մեռյալների հարության ճշմարտությունը ուզում տեղ հասցնել իր նամակը ընթերցող կորինթացիներին։ Նախ պետք է ասել, որ մեռելների հարության խորհուրդը ամբողջ ավետարանական քարոզության առանցքն է, ընդհանրապես հարությունը, որովհետև քրիստոնեությունը հենց հարության իսկ կրոն է։ Քրիստոնեությունը նախ եւ առաջ մարդկանց տվեց մահվանից, հոգևոր եւ ֆիզիկական մահվանից փրկվելու եւ նոր կյանք ստանալու հնարավորություն, այսինքն սա նոր կյանքի կրոն է, էապես նոր, որը չկար հին կյանքի մեջ։ Եվ Պողոս առաքյալը ուղղակի հենց իր ներածականում հենց այդպես էլ բացատրում է, ասում է, որ
Ես ասում եմ ինչպես որ ընդունեցի, այնպես էլ փոխանցում եմ ձեզ եւ ինչ որ առաքյալները ստացան, փոխանցում եմ ձեզ։ Եվ փոխանցածը ասում է ըստ էության սա է, ու սկսում է խոսել մեռելների հարության մասին, Քրիստոսի հարության եւ ապա ընդհանրապես մեռելների հարության։ Եվ սրանով իսկ ասում է, որ ավետարանի ներքին զորությունը հենց դրա մեջ է։ Այսինքն ամենամեծ պատիժը, որին արժանացել էր մարդկային բնությունը մեղանչման հետևանքով, դա կրկնակի մահն էր, հոգեվոր եւ ֆիզիկական, կամ մահը, եթե միայն իրեն դիտում ենք որպես հոգեվոր երևույթ, Աստծուց կտրում, Աստծուց կտրված վիճակը, եւ ֆիզիկական պլանի վրա էլ դա արդեն ապականությունն էր, մահը եւ ապականությունը։ Ահա Քրիստոս եկավ եւ մեզ տվեց այս երկակի պատժից ազատվելու լիակատար հնարավորություն։ Ոչ թե պարզապես դրանք վերացնելով, այլ դրանց մեջ մտնելով եւ դրանցից որպես նոր արարած դուրս գալով։ Սա էապես տարբեր բան է։ Չի գալիս պարզապես վերացնում այդ մահվան մեխանիզմները, դա շատ պարզունակ բան կլիներ, այլ իր հետ հնարավորություն է տալիս, Քրիստոս մտնում է մահվան մեջ, մեզ հնարավորություն է տալիս, որ մենք նույնպես մտնենք Քրիստոսի մահվան մեջ եւ Քրիստոսի մահվան մեջ մտնելով դուրս գանք որպես նոր արարած, որպես հարուցյալ իրականություն։ Եվ սա միանգամայն կարելի է ասել, որ ավետարանական քարոզության հիմքն է, ամրագրված է մեր դավանանքի մեջ, երբ մենք եկեղեցում արտասանում ենք, որ մենք հավատում ենք մեռելների հարությանը։ Եվ պետք է ասել, որ հենց այս պահը եղել է բազմաթիվ սայթաքումների առիթ, դարերով։ Տարբեր աղանդավորական շարժումներ սայթակել են այս պահի վրա, եւ ինչպես ավետարանում է նկարագրում, որ սադուկեցիների աղանդը կար, որ չէր հավատում մեռելների հարությանը, պետք է ասել, որ այդ գիծը շարունակաբար առկա է նաեւ Քրիստոսից հետո տարբեր աղանդավորական շարժումներում եւ գայթակղություն է ի վերջո մարդու համար, որտեվ ամենից դժվարն է սրան հավատալը։ Շատերը կան ասում են, մենք հավատում ենք Քրիստոսին, հավատում ենք, որ իսկապես եղել է, իսկապես ինքը փրկիչն է, բայց շատ դժվար է մեռելների հարությանը հավատալ։ Ինչպես պիտի մեռելները հարություն առնեն։ Եվ ահա դրա մասին է այս ամբողջ գլուխը, եւ ասում է, եթե դա չկա, եթե դուք հարությանը չեք հավատում, ասում է, որ ընդունայն է ձեր հավատքը, այսինքն ասել է, թե այդ հավատքը ներսից բովանդակություն չունի, դա ընդհանրապես արտաքին շղարշ է, դա հավատք չէ։ Հավատքի ինչպիսի այլ դրույթների էլ որ հավատալ։ Ինչի ուզում եք հավատացեք, եթե դուք չեք հավատում հարությանը, ձեր հավատքը ընդունայն է, սա շատ հետաքրքիր է, բայց մի բան էլ է ավելացնում, ասում է, դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք։ Հենց մեղքի մեջ լինելն է Պողոս առաքյալը համարում բանալի չհասկանալու ամենակարևոր իրողությունը ավետարանական քարոզության, որտեղ դուք ըստ մեղքի եք խորհում։ Իսկ ինչ է նշանակում ըստ մեղքի խորհել։ Մեղքի արդյունքը մահ է։ Ասում է, դուք դեռ մահվան գիտակցությունը ունեք եւ ոչ թե հարության գիտակցություն։ Եթե դուք ըստ շնորհի խորհեիք, դուք կհասկանայիք դրա զորությունը։ Ուրեմն դեռ դուք հարության զորության հետ կապ չունեք, դեռ տակավին մեղքի մեջ եք կամ ձեր հոգևոր մեռելության մեջ եք։ Դրա համար դուք չեք կարող կենթանությունը զգալ եւ տեսնել։ Դրա համար է Պողոս առաքյալն ասում նաեւ իր մասին, ասում է, ես հետինն եմ առաքյալների, շատ հետաքրքրական է այստեղ։ Հետինն եմ, բայց ինչ որ եմ, այն է ինչ որ Աստծո շնորհն է իմ մեջ անում, ոչ թե որ ես եմ անում, որտեղ ասում է ես ով եմ, ինչ եմ, դա ոչ մի կապ չունի։ Ես ասում եմ ամենասարսափելի մեկն եմ եղել, Աստծո եկեղեցին եմ հալածել, բայց Աստծո շնորհը իմ մեջ խոսել է եւ դա է իմ կենթանության երաշխիքը։ Ոչ թե ինձանով եմ կենթանի, այլ Աստծով եմ կենթանի։ Տեր, այստեղ առաքյալը գործածում է trub բառը, որը նշանակում է հետին, անար, գնված եւ այլն։ Եվ նախ ասում է ինքը, որ առաքյալների մեջ ետին է, որ առաքյալ լինելու իսկ արժանի չի, այդպես է իր մասին ասում, եւ այնուհետեւ ասում է, որ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, մյուս առաքյալներից, այսինքն հիմա ինչպես հասկանալ, ինքը իր մասին որ կարծիք ունի։ Լավ թե վատ։ Բայց ինքը հստակ տալիս է, ինչի շնորհիվ է ինքը աշխատել, ասելով, որ Աստծո շնորհով է այդ ամեն ինչը եւ ոչ թե իմ մարդկային առավելությունների, մարդկորեն ինքը ասում է ես հետինն եմ, բայց Աստծո շնորհը, որ ինձ տրվեց, այդ շնորհը կատարեց բազմաթիվ հրաշքներ իբարս Աստծո։ Ինքը իրեն չի վերագրում, Գավրիցի Պողոս առաքյալը կատարելապես ազատագրված մարդ է, բայց շատ հետաքրքրական է, որ այստեղ նաև ինքը թվարկում է, որ երևաց Կեփասին, հետո երևաց 12-ին, հետո երևաց ավելի քան 500-ի եւ այլն, եւ այստեղ նաև ծրում է այն տեսակետը Պողոս առաքյալը, որ իբր թե Քրիստոս միայն ընտրյալների է հայտնվել,
արդեն բազմություններին հայտնվելը ցույց է տալիս, որ այդ հարության շնորհի ընկալումը ոչ թե տրված էր սահմանափակ թվով մարդկանց, այլ իր մեջ ուներ այլևս ունիվերսալ մի իրականություն եւ տարածվելու էր ամբողջ աշխարհով մեկ։ Դրա համար հատուկ կերպով Պողոս առաքյալը թվարկում է, որ հայտնվեց 1-ին, հետո 12-ին, հետո 500-ին, ցույց տալով, որ այդ հարության շնորհները պետք է ծավալվեն ամբողջ աշխարհով մեկ։ Եվ ոչ միայն շատերին հայտնվելու երևույթը, այլև բազմաթիվ անգամներ հայտնվելու երևույթը։ Չէ՞ որ ինչպես եկեղեցու հայրերն են ասում 12 անգամ հարությունից հետո Քրիստոս երևաց աշակերտներին այդ 40 օրերի ընթացքում հետհարության։ Եվ այս ամենի բանալին հենց Քրիստոսի հարությունն է։ Եվ շատ հաճախ նորից մարդիկ ասում են մենք լավ հավատում ենք Քրիստոսի հարությանը, բայց մեռելների հարությանը չենք հավատում։ Այսինքն մենք հավատում ենք, որ Քրիստոս հարություն է առել, բայց մենք չենք հավատում, որ մենք հարություն կառնենք։ Բայց առաքյալը հակառակ տրամաբանությունն է բերում, ցույց տալով, որ դա անհեթեթություն է, ասելով, որ եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն Քրիստոս նույնպես հարություն չի առել, որովհետև Քրիստոս նույնպես մեռել էր խաչի վրա։ Նախ պետք է մտածել այսպես. ինչի համար է Քրիստոս հարություն առնում։ Քրիստոս կարիք ուներ հարություն առնելու։ Բնական է, չէ՞, որ աստվածային զորությամբ ամեն բան կարող ես անել։ Այսինքն, եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսի ամեն մի գործ, այդ թվում իր մեծագույն գործը, հա, որ հարությունն էր, ունի փրկաբանական նշանակություն, այսինքն տնօրինաբար է նա անում դա, անում է մեր փրկության համար, նշանակում է այդ հարությունը մեզ համար ունի կարևոր նշանակություն։ Այսինքն այդ հարությունը Քրիստոս պարզապես նրա համար չի արել, որ ինքը ցույց տա, որ ինքը կարող է աստվածային գործեր անել։ Երբ որ ինքը ջրի վրայով էր քայլում, այդ հնարավորությունը նաև տվեց Պետրոս առաքյալին, որ ջրի վրայով քայլի։ Ուրեմն ինքը ջրի վրայով չքայլեց, որ պարզապես ցույց տա, որ ինքը Աստված է, քայլեց, որ ամրապնդի մեր հավատքը, որ մեզ նույնպես տա ջրի վրայով քայլելու հնարավորություն։ Երբ որ Քրիստոս հրաշքներ էր գործում, առաքյալներին նույնը անելու հնարավորություն էր տալիս, երբ նրանք տկարանում էին, ասում էր, որ դա ձեր թերահավատության պատճառով է տեղի ունենում։ Եթե հավատք ունենայիք, այդ նույն բաները կարող էիք անել, ինչ որ ես եմ անում։ Նույնիսկ ասում է ինձանից ավելի մեծ գործեր եք անելու, երբ դուք Սուրբ Հոգին ստանաք։ Ավելի մեծն եք գործելու, զարմանալի է, չէ՞, այսինքն այն ամենը, ինչ որ Քրիստոս անում էր, ուներ մեծ նախախնամություն եւ նշանակություն մեզ համար։ Քրիստոս հարություն է առել, որպեսզի մենք էլ հարություն առնենք։ Բանալին Քրիստոսի հարությունն է։ Եվ ինքը լիակատար հնարավորություն է տվել իր հարությամբ, որ մենք այդ հարության շնորհները ունենանք եւ հոգեվոր եւ ֆիզիկական։ Եվ Պետրոս առաքյալը այս թղթում բացատրում է, տալիս այդ ամեն ինչի սիմվոլիզմը, հա, ինչպես է տեղի ունենում այդ հարությունը, ինչ է նշանակում այդ սերմանումը, ինչ է նշանակում ապականացում մարմնի սերմանումը եւ ինչպես է նրանից անապական մարմինը ծնվում։ Բայց բանալին Քրիստոսի հարությունն է։ Եվ մենք ճիշտ պետք է հասկանանք այդ հարության խորհուրդը, ոչ թե դա դիտենք որպես պարզապես աստվածային գերարտառոց մի հրաշք։ Աստված մեզ զարմացնելու կարիք չունի։ Եվ ավետարանի մեջ թերևս ավելի կարևոր են ոչ միայն այդ աստվածային այդ հրաշքները, այլ նաև մարդկային տկարությունները, որովհետև ինքը դրանցով այդ մարդկային տկարությունների մեջ մտնելով մեզ հնարավորություն է տալիս նաև այդ մարդկային տկարություններից ազատվել։ Ինքը մտնում է մեր չարչարանքների մեջ, ինքը մտնում է մեր տառապանքների մեջ, ինքը մտնում է մեր վշտերի մեջ, վախերի, ամեն ինչի մեջ է մտնում։ Եվ մտնելով մեզ հնարավորություն է տալիս ազատագրվելու այդ բոլոր կապանքներից։ Իսկ ամենամեծ կապանքը բռնությունը մարդու վրա, որով ամրագրված էր սատանայի իշխանություն, դա մահն էր։ Եվ վերջապես ինքը մտնում է մահվան մեջ եւ քանդում է մահվան բոլոր կապանքները։ Ինչի համար, որպեսզի մենք կարողանանք լիակատար ազատագրում ստանալ։ Դրա համար, եթե դու ասում ես, որևէ մեկը ասում է, որ ես հավատում եմ, որ Քրիստոս հարություն է առել մեռելներից, դա ավտոմատ նշանակում է, որ ես հավատում եմ մեռելների հարությանը, որ ես հավատում եմ, որ ես հարություն եմ առնելու մեռելներից։ Եթե որևէ մեկը այսպես չի մտածում, Պողոս առաքյալն ասում է, որ այդ հավատքը ոչ մի իմաստ չունի։ Ավելի լավ է ուրիշ գործով զբաղվես, քան թե ձև թափես, որ դու հավատք ունես։ Այսինքն ասել է, թե սկզբունքորեն մեռյալների հարությունը հնարավոր է, դա է նշանակում այդ հավատը, այո։ Բնականաբար, ոչ թե հնարավոր է, դա օբյեկտիվ իրականություն է։
Պիտի փողը հնչի եւ պիտի մեռելները հարություն առնեն։ Բայց ոչ թե պիտի հարություն առնեն իրենց նախկին կերպի մեջ, այլ պիտի հարություն առնեն արդեն նոր անապական հոգևոր մարմիններով, ոչ թե շնչավոր, այլ հոգևոր մարմիններով։ Եվ մինչ այդ մենք հոգևոր հարության հնարավորություն ունենք, այսինքն յուրաքանչյուր քրիստոնյա նախ պետք է հոգևոր հարություն ստանա, այսինքն ինքը պետք է ծնվի որպես նոր մարդ, որպեսզի արդեն նրա մարմինը շանս ստանա ապագայում ըստ էության նմանվելու իր հոգևոր այդ վերափոխմանը, այսինքն այդ հոգևոր պատկերը ստանալու, որտեվ ինչպիսի հոգևոր վիճակում որ մենք ենք, այնպիսին էլ լինելու են մեր ապագա մարմինները, մեր մարմինները ըստ էության նմանվելու են մեր հոգիներին։ Դրա համար շատ կարևոր է հոգևոր հաղթանակը, հոգևոր հաղթությունը, որպեսզի մենք ազատագրվենք չարի կապանքներից։ Իսկ արդեն մարմինների հարությունը լինելու է դրա հետևանք։ Մեկնիշներն ասում են, որ այս խոսքերը, որ ասում է Պողոս առաքյալը, արդյունք է մեծ մի հոգևոր հոգածության կորինթացիների եւ առհասարակ նրան համակա բոլոր ընթերցողներիս նկատմամբ, որովհետեւ զանազան կերպերով չարը, սատանան փորձում է պայքարել մարդու դեմ, մարդու գիտակցության հետ զանազան խաղեր է անում եւ այս մտայնությունը, թե մեռելների հարություն չկա կամ ինչ որ կասկած այս երևույթի նկատմամբ մեկնիշներն ասում են, որ չարի կողմից էր դրդված եւ այն մարդիկ, ովքեր այսպիսի գաղափարներ էին տարածում Կորինթոսի եկեղեցում, հենց չարի կողմից դրդված էր, որ դա անում էին եւ ասում է, սա շատ խորը մի հարված է քրիստոնեական հավատքին, որ չարը փորձում էր տալ եւ այդ պատճառով որքան խորն է հարվածը, այնքան խորն է նաեւ առաքելական հոգածությունը մարդկանց հանդեպ եւ եթե չարը փորձում էր այսպիսով սասանել հավատքի հիմքերը, ասելով թե հարություն չկա, մեկ այլ տեղ ասելով թե արդեն հարությունը եկել է իր կամակատարների միջոցով իհարկե, ապա առաքյալը ցրում է այդպիսի մտայնությունը եւ հաստատում հարության հավատքի ճշմարտությունը։ Եվ մեկնիշներն ասում են նաեւ, որ սա դեռ առաջին քայլն էր մեռելների հարության հանդեպ կասկած գցելու քայլը, նա այլ ծրագրեր եւս ուներ, պարզապես քողարկված ձևով էր դա անում։ Հաջորդ քայլն այն էր, որ նա ասեր, որ Քրիստոս հարություն չի առել։ Մյուս քայլն այն էր, որ Քրիստոս առհասարակ չի եկել եւ մարդկության փրկությունը չի իրագործել եւ այլն, որպեսզի այսպիսով առհասարակ կտրեր մարդկանց հույսն ու հավատը աստվածային ճշմարտություններից եւ կորստյան մատներ մարդկանց, բայց պարզապես իր այդ չարագույժ ծրագրի առաջին մասը նա այսպեսով ներկայացնում էր մեռելների հարության հանդեպ կասկած գցելով եւ սրա դեմ է, որ առաքյալը պայքարում է։ Իրականության մեջ, եթե չարը հասավ նրան, որ մարդկանց միջից արմատախիլ արեց մեռելների հարության գաղափարը եւ նրանց պահեց այն մոակարդակի վրա, որ Քրիստոս հարություն է առել, բայց մեռելները հարություն չեն առնում, արդեն ինքն իր գործը կատարել է։ Ինքն իր գործը կատարել է, որովհետև այդպիսի հավատքից այլևս ոչ մի օգուտ չկա։ Եվ եթե ինքը կարողանա մարդկանց այդ վիճակի մեջ պահել, լիակատար հաղթանակ կլինի։ Դրա համար թե շարունակությունը կլինի, թե չի լինի, արդեն այդքան էական չի, որովհետև գլխավոր նպատակին ինքը հասել է։ Որովհետև ի վերջո մեր հավատքը չպետք է լինի աբստրակտ։ Մեր հավատքը չպիտի լինի վերացարկված, որ մենք հավատում ենք մարդկության պայծառ ապագային կամ չգիտեմ ինչին, հասկանում եք, մենք լոզունգների չենք հավատում։ Քրիստոնյայի հավատքը շատ ռեալ է, իրական եւ անձնական։ Քրիստոնյան պետք է հավատա, որ իր համար փրկություն կա, որ Քրիստոս իր փրկիչն է եւ ինքը փրկվելու հնարավորություն ունի եւ հիմա իսկ փրկվում է հենց այս պահին, այս վայրկյանին։ Թե չէ այդպիսի ընդհանուր դրույթների հավատալ ու ոչ մի կապ չունենալ դրա հետ։ Այսինքն հավատալ Քրիստոսի հարությանը, բայց այդ հարության մեջ չլինել։ Այդ հարության շնորհները չունենալ։ Ինչ օգուտ է այդպիսի հավատքից։ Ինչ մխիթարություն կա այդ հավատքի մեջ։ Դրա համար նորից եմ ասում, քրիստոնյան այն մարդն է, որ ավետարանի ճշմարտությունը իր մեջ ունի եւ հասկանում է, որ հենց դա իր անձին է ուղված, որ Քրիստոս իր անձնական փրկիչն է եւ տվել է լիակատար հնարավորություն բոլորին։ Եվ շարունակելով հաստատել հարության հավատքի ճշմարտությունը, առաքյալն ասում է. իսկ արդ նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորան արդյոք։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ, բայց արդ մեռելներից հարություն է առել Քրիստոս, ննջեցյալների առաջին պտուղը,
քանզի մի մարդով մահ եղավ եւ մի մարդով մեռելների հարություն։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես եւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան, յուրաքանչյուրն իր հերթին, նախ Քրիստոս եւ ապա քրիստոսականները, նրա գալստյանը, եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տա թագավորությունը Աստծո եւ Հոր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանությունները եւ ամեն պետություն եւ զորություն, որովհետեւ նա պետք է թագավորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է, եւ Աստված ամեն ինչ հնազանդեցրեց դնելով նրա ոտքերի տակ։ Բայց երբ ասում է, թե ամեն ինչ նրան հնազանդվել է, հայտնի է, թե բացի նրանից, ով ամեն ինչ հնազանդեցրեց նրան։ Իսկ երբ որ ամեն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը Որդին կհնազանդվի նրան, ով ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի մեջ։ Բավական խրտնաբանություններ կան, եթե չհաշվենք թարգմանական որոշ անհարթությունները, որ այս արևելահայերեն տեքստում կան, քանի որ առավել որակյալ է գրաբարը, բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ իմաստը արտահայտում է խրտնաբանություններով հանդերձ, բայց բարձրաբանման կարիք ունի, եթե խրտնաբանությունը ինչ է նշանակում այդ թշնամի հնազանդեցրեց վերջին թշնամին ամեն ինչ, բացի նրանից, ով հնազանդեցրեց եւ այլն։ Նախ մինչև այդ հատվածին գալը նորից անդրադառնանք այն խոսքերին, որ ասում է, եթե միայն այս կյանքի համար եք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանցից ավելի ողորմելի եք, որը մեր նախորդ մեկնաբանության փաստորեն ամփոփումն է, որ եթե իսկապես մենք հարության հույսը չունենք, անձնապես չունենք այդ հարության հույսը, այլ միայն այս կյանքի իրողությունների համար ենք հավատում, այսինքն մեր հավատքը ըստ էության ոչ թե հավիտենական հավատք է, այլ առօրեական հավատք է։ Մտածում ենք, որ հավատքը ինչ որ կյանքի այս կամ այն կենցաղային խնդրին վերաբերող մի իրողություն է, որ գնանք եկեղեցում ինչ որ բաներ խնդրենք Աստծուց ստանանք, մեր կյանքը լավ ապրենք եւ այլն, բայց չկա հավիտենական կյանք, չկա ամբողջական լուծում մարդու համար, ապա ասում եմ, որ դուք ողորմելի եք բոլոր մարդկանցից ավելի։ Փոքրիկ չնչին մի ակնկալիք Աստծուց, այսինքն ոչ այնինչ իրականում Աստված տվել է։ Եվ այստեղ նաև պետք է հարկ է նաև ասել, որ քրիստոնեությունը ըստ էության միակ կրոնն է, որ տալիս է ամբողջական պատասխան, ինչ է լինելու մարդու հետ, որտեղ բոլոր կրոններում կարծես կա այդ ապականացու մարմինը, որը քայքայման է ենթակա, որը չարիք է պարունակում, որտեղ մեղքի սկիզբ ունի իր մեջ եւ որը պետք է անհետանա։ Հոգու հավիտենականությունը շատերն են հավատում, գրեթե բոլոր կրոնները հավատում են հոգու երկնային իրականությանը եւ այլն եւ այլն, բայց հանգուցալուծումը տեսնում են հոգու եւ մարմնի բաժանման մեջ, որ վերջապես դու պիտի թոթափվես այդ մարմնից եւ հոգիդ ինչ որ ձևով պետք է ազատագրվի։ Այսինքն ստացվում է, որ մարդու մեջ ավելորդ բաներ կան, այսինքն առարչագործված մարդը կիսով չափ ավելորդ է առարչագործվել եւ ըստ էության ստացվում է, որ այդ մյուս կեսը ոչ մի նպատակ չունի, այսինքն անիմաստ մի բան է, բայց քրիստոնեությունը ասում է, որ Աստծո արարչության մեջ ոչ մի անիմաստ բան չկա եւ կա ամբողջական լուծում ամբողջ մարդու համար։ Սա շատ էական պահ է։ Այսինքն մարդկային թե հոգու եւ թե մարմնի համար, այո, իհարկե, եւ ասում է, որ ինչպես ասում է Քրիստոս հարություն առավ, որ անդրանիկն էր, հա, բոլոր մեռյալների, այնպես էլ մենք պետք է հարություն առնենք եւ ինչպես մի մարդով, այսինքն առաջին Ադամով մենք մահվան արժանացանք, այնպես էլ Քրիստոսով մենք արժանանալու ենք կյանքի։ Ադամով տրված էր շանս ամբողջ մարդկության համար։ Եվ ամբողջ մարդկությունը Ադամից ժառանգեց մահը, եւ Քրիստոսով նույնպես տրված է շանս ամբողջ մարդկության համար։ Հավիտենական կյանքը, հարուցյալ կյանքը ժառանգելու։ Հիմա հնազանդեցնելու մասին ես մի փոքր այլ պատկեր օգտագործեմ, ելի առաքելական թղթերից, համաձայն առաքելական թղթերի Քրիստոսի եկեղեցին, որն է Քրիստոսի խորհրդական մարմինը, ունի աճ, այսինքն ինքը այդ եկեղեցու կառույցը դեռ ավարտված չէ, այդ կառույցի կենթանի քարերը քրիստոնյաներն են։ Ավարտված չէ եւ կարիք ունի հասնելու իր լրմանը հասնելու, ասում եմ, երբ որ լրմանը հասնի, ամբողջանա, այսինքն մինչև վերջին հավատացյալի փրկվողի միանալը, հա, այդ կառույցին, երբ որ ասում եմ դա ամբողջանա, ասում եմ ինքն իրենով դա պետք է ընծայի հորը։ Այսինքն այդ Քրիստոսի եկեղեցու ամբողջացումը
ինքը առաքյալը այստեղ պատկերավոր կերպով է օգտագործում, ասում է պիտի ամեն բան նրան հնազանդվի։ Այդ լրումը, հնազանդության լրումը Քրիստոսի եկեղեցու կառույցի ավարտն է։ Եվ ասում է դրանից հետո այդ ամենը պետք է հնազանդեցնի հորը, այսինքն որը այդ ամենը նրան հնազանդեցրեց։ Ահա ես եւ մանկունքիմ։ Ահա ես եւ մանկունքիմ։ Եվ ըստ էության դրա մասին է խոսում, այսինքն պետք է գա լրումը ամեն ինչի, երբ որ Քրիստոս կարողանա լիակատար իր խորհրդական մարմնով ներկայացնելու ամբողջ այդ փրկagorցված արարչությունը հորը։ Մինչ այդ տեղի է ունենում այդ շարունակական, այդ երկնային կառույցի աճը, ամեն օր այդ աճը տեղի է ունենում։ Սրա մասին է խոսում Քրիստոս։ Ապա թե ոչ ինչ պիտի անեն նրանք, որ մկրտվեցին մեռելների համար, եթե արդարև մեռելները հարություն չեն առնում։ Ինչու ուրեմն մկրտվում են նրանց համար։ Ինչու մենք էլ նեղություն ենք կրում ամեն ժամ։ Եղբայրներ, երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ ես մեռնում եմ ամեն օր։ Եթե մարդկանց համար Եփեսոսում գազանամարտի բռնված լինեի, ինձ ինչ օգուտ կլիներ, եթե մեռելները հարություն չեն առնում։ Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք։ Մի խաբվեք, վատ խոսքերը ապականում են լավ բարքերը։ Սթափվեցեք արդար մարդկանց նման եւ մեղք մի գործեք, որովհետեւ ոմանք չունեն Աստծո ճանաչումը։ Համոտ ձեզ եմ ասում այս։ Այսպիսով եզրափակում է առաքյալը իր առաքելական թղթի այս գլխի այն հատվածը, որտեղ նա հաստատում է Քրիստոսի հարության իրողությունը։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, շատ ուշագրավ խոսքեր կան այստեղ, ասում է մեռելների համար մկրտվողներ, այսպիսի արտահայտություն է գործածում։ Ինչ նկատի ունի առաքյալը։ Դա մեր սովորական քրիստոնեական մկրտությունն է, որ մկրտվում ենք մեռելներից հարություն առնելու համար, ինչպես բոլոր քրիստոնյաները, թե ինչ որ մի այլ յուրահատուկ մկրտության մասին է խոսքը։ Այս հատվածը իսկապես իր մեջ ունի որոշակի անորոշություն, բայց բանալին այն է, որ եթե Սուրբ գրքի որոշակի հատված ունի լեզվական խրտնություն կամ քիչ անորոշություն, պետք է հստակ հատվածներից առաջնորդվելով նախորդ եւ հաջորդող մենք հասկանանք, թե այդ խոսքը ինչի համար է գործածված։ Ասեմ, որ լայնորեն կիրառվում է այս հատվածը տարբեր աղանդավորական, ասենք, շարժումների կողմից։ Եվ ըստ երևույթին նաև դրա չարաշահումներ եղել են Կորինթոսում, միգուցե։ Նույնիսկ եթե չեն եղել հետագայում, ըստ այս խոսքի եղել են չարաշահումներ, որի մասին արդեն օրինակ խոսում է Սուրբ Հովան Ոսկեբերյանը, մատնանշելով Մարկեոնի աղանդին, որոնք մեռելների փոխարեն մկրտություն էին կատարում, այսինքն երբ որ նրանց մոտ մեռնում էր չմկրտված մեկը, նրա փոխարեն կենթանի մեկը մտնում էր այն սեղանի տակ, որի վրա դրված էր այդ հննջեցյալը, եւ մկրտության արարողություն էին կատարում այդ մարդու վրա, որպեսզի այդ մեռյալը մկրտվեր։ Եվ Հովան Ոսկեբերյանը շատ խիստ քննադատական խոսքեր է ասում այս ամենի մասին։ Դա շարունակվում է մինչև այսօր։ Օրինակ այս պրակտիկան հիմա կիրառվում է մորմոնների կողմից, եւ նրանք այդպիսի սրբապղծություններ են անում նաեւ Հայաստանում։ Օրինակ ասենք հрьяաները նրանց շատ խիստ զգուշացրեցին, որ եթե իրանք դա որևէ հрьяայի վրա անեն, խիստ կպատժվեն, եւ նրանք դադարեցրեցին իրենց սրբապղծությունները։ Բայց Հայաստանում նրանք գնում են եւ մեր մեծերի վրա, ասենք մեր սուրբերի վրա այդպիսի պիղծ արարողություններ են կատարում։ Եվ կարծում եմ մենք որպես ազգ, եթե ինքնասիրություն ունենք, պետք է նրանց զգուշացնենք, որ եթե մենք լսեցինք մի հատ այդպիսի բան ձեր կողմից, ուղղակի ձեր այդ շարժումը ամբողջովին կվտարենք Հայաստանից, որովհետև սա վեր է ամեն տեսակ ընկալման չափանիշներից։ Հիմա գալով այս խոսքի մեկնությանը, ինչպես են եկեղեցու հայրերը մեկնում։ Նախ ինչպես արդեն ասացի, որ կարող է պատահել, որ Կորինթոսում էլ այս կամ այն ձևով մեռելների փոխարեն մկրտություն լիներ, որը ոչ թե ընդունում է առաքյալը, ասում է, եթե դուք այդպիսի սխալ բան եք արդեն անում, եւ մեռելների հարությանը եթե չեք հավատում, մեռելների համար ինչի եք մկրտվում։ Այս մի տարբերակ, որ երկու հնարավորություն ունի այս տարբերակը, մեկ որ ննջեցյալի փոխարեն էին մկրտում, այսինքն չմկրտված ննջեցյալի փոխարեն, եւ երկրորդ տարբերակը, որ երբ ննջեցյալ հավատացյալը հեռացել էր,
մի նոր մարդ եկեղեցում գրավում էր նրա տեղը, հա, այսինքն տեղ գրավելու առումով։ Բայց առավել խորն է Ոսկեբերանի եւ դրան հետևող հայրերի մեկնությունը, որը հետեւյալն է, որ ի վերջո այստեղ խոսակցությունը մկրտության խորհրդի մասին է, որով որ մենք մտնում ենք մահվան մեջ եւ ապա հարություն ենք առնում Քրիստոսով։ Ասում է, եթե դուք չեք հավատում հարությանը, այսինքն եթե դուք չեք հավատում հարությանը, նշանակում է դուք ընդունում եք, որ դուք մեռյալ եք, այսինքն որ դուք մտնում եք Քրիստոսի մահվան մեջ եւ այդտեղից հարություն չկա։ Եթե դուք դրան չեք հավատում, ասում է, ինչի համար եք մկրտվում։ Այս իմաստով է մեկնաբանում Հովհան Ոսկեբերյանը։ Էլ ինչ կարիք կա հարություն չառնող մեռյալի համար, այսինքն արդեն դա մեզ է վերաբերում։ Եթե մենք չենք հավատում, մենք համարում ենք, որ մենք մեռյալ ենք լինելու, հարություն չենք առնելու։ Ասում է, մեռյալի համար, էլ ինչի եք դուք մկրտվում։ Եթե դուք հարություն չեք առնելու, ինչու եք այդ մկրտությունը կատարում։ Որովհետև Պողոս առաքյալի խոսքի մեջ կա հարցական երանգ, ասում է, եթե չկա սա, ապա ինչու համար եք այդ անում։ Այսինքն եթե չկա սա, նշանակում է մեռելության համար ես մկրտվում, որովհետև չկա հարություն։ Մեռելներից հարություն չկա։ Ասել է, թե եթե մկրտվում եք, ուրեմն մեռելների հարության հավատքով պետք է մկրտվեք, այո։ Եթե դու պիտի մեռնես եւ մեռածել մնաս, եւ մեռածել պիտի մնաս, այսինքն դու ինչի համար ես այդ մեռած մնալու համար մկրտվում, եթե չկա այդ հարության կյանքը։ Այս տրամաբանությամբ պետք է Հովհան Ոսկեբերյանի խոսքերը հասկանալ եւ նաեւ պետք է ասել, որ սա դարեր շարունակ լայնորեն տարբեր աղանդավորական շարժումներում այս խոսքը աղավաղվել է։ Սակայն եկեղեցում կա դարեդար հաստատված ճշմարտությունը, որ մարդիկ հարության հավատքով մկրտվում են ամենասուրբ երրորդության անունով։ Իհարկե, եւ հետո շարունակում են նաեւ այստեղ արդեն նահատակության երանգներ կասում, եթե չկա այդ մեռելների հարության, եթե ես պիտի մեռնեմ, եթե պետքպես մեռածել պիտի մնամ, էլ ինչ եմ գնում նահատակվելու, ինչ եմ գազանամարտի դուրս եկել, գազանների բերան, ինչի է ես դուրս գալիս, հա, որ ամեն պահ կարող է ես մահվան ենթարկվել։ Եվ ասում եմ, եթե այս մեռելները հարություն չեն առնում, ապա մնում է կյանքի միակ բանաձևը՝ ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք։ Այսինքն միակ բանաձևը կյանքի կրեդոն դա է դառնում, որովհետև այլևս ինչ պիտի լինի մահվանից հետո ոչ մի իմաստ չունի եւ չարժի դրա համար պայքարել։ Ինչին հետևում է այսօրվա մարդկության մի զգալի մեծ մասը՝ ուտենք, խմենք, քանզի վաղը պետք է մեռնենք եւ հաճույքներ որոնենք այս կյանքում։ Եվ փիլիսոփայությունը այս խորագույն մերժումն է, որտեղ Պողոս առաքյալը ասում է, եթե այս կյանքի համար եք հավատում Քրիստոսին, այսինքն չկա ձեր մեջ հավիտենական կյանքի եւ լիակատար կյանքի, ամբողջական կյանքի, ոչ թե ինչ-որ մասնակի կյանքի հավատքը ձեր մեջ, եւ դուք միայն սահմանափակվում եք այս կյանքում ինչ-որ բաների հավատալով, ապա դուք ավելի ողորմելի եք, քան մնացած մարդիկ, ավելի ողորմելի եք, քան այն անհավատները։ Զարմանալի խոսքեր են Պողոս առաքյալի այս արտահայտությունը, որովհետև ինքը ասում է, որ սա ուղղակի սնահավատություն է։ Այդպիսի հավատք չկա։ Հավատքը հավիտենական կյանքի մեջ հաստատվելն է, Քրիստոսի հարության մեջ հաստատվելը։ Ողորմելի եք արդյոք այն առումով, որ այս կյանքի բարիքները մաքսիմալ ձևով չեք վայելում եւ գալիք բարիքներին էլ հույս չունեք։ Պաստորեն ասում է, ոչ այստեղ եք ինչ որ վայելք ունենում, ոչ այնտեղ վայելքի հույս ունեք, ում է պետք ձեր ապրած կյանքը։ Եվ ուղղակիորեն Պողոս առաքյալը ասում է, «Սթափվեցեք արդար մարդկանց նման եւ մեղք մի գործեք», որտեղ ասում է ոմանք կան, որ չեն ճանաչում Աստծուն։ Այսինքն Աստծուն չճանաչելը ուղղակի կապում է այս մեռելների հարության այս գլխավոր ուսմունքի հետ։ Ասում է, եթե մեկը ճանաչում ունի Աստծուն, գիտի ով է Աստված, իսկապես ինքը հարության իրականության մեջ է հաստատված։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք, մենք ձեզ ներկայացրեցինք Կորինթացիներին ուղված առաջին թղթի Պողոս առաքյալի 15-րդ գլխի առաջին հատվածը, որտեղ խոսվում էր մեռելների հարության ճշմարտության մասին եւ կառաջարկեի Տեր հայր հաջորդ մեր զրույցի ընթացքում շարունակել առաքելական թղթի այս գլուխը 15-րդ գլուխը այն մասին, որտեղ խոսվում է թե ինչպես է այդ հարությունը տեղի ունենալը, ուրեմն թե ինչ է հարությունը, դա արդեն ասվեց, ինչպես է տեղի ունենալիքը, դա նախատեսում ենք մեր հաջորդ զրույցի ընթացքում։ Իսկ մինչ այս հաստատված ձեր հարցերն ուղղում եմ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանին։ Հարց առաջին. Պողոս առաքյալը իր թղթերից մեկում Քրիստոսի մասին ասում է.
Անդրանիկը հարություն առածներից։ Ինչու են այդպես ասում, քանի որ հայտնի է, որ մինչև Քրիստոսի հարություն առնելը կային բազում այլ հարություն առածներ, օրինակ Ղազարոսը, եւ նաեւ խաչելության ժամանակ ասվեց, որ շատերը հարություն առան։ Եվ նաև հենց երբ Քրիստոսին խաչեցին, երբ նա իր հոգին ավանդեց հոր ձեռքը, նաև խոսում է նրա մասին, որ մեռելները հարություն առան եւ դուրս եկան եւ քարոզեցին Քրիստոսին։ Բազմաթիվ իսկապես հարություններ են եղել Քրիստոսի հարությունից առաջ եւ նույնիսկ այդ հարության ժամանակ, երբ որ այդ հարության զորությունը արդեն սկսեց գործել եւ գերեզմանները անգամ պատռվեցին, բայց ասում է, որ Քրիստոսն է անդրանիկը մեռելներից, որտեւ այդ մյուս հարություններ էին Աստծո զորությամբ, այսինքն Աստված զորությամբ հարություն էր տալիս մարդկանց, բայց դա չուներ որևէ փրկաբանական նշանակություն, որտեղ այդ մարդիկ հետո նորից մահվամբ մահանում էին եւ այլն։ Ղազարոսը եւս եւ մյուսները։ Ղազարոսը եւս։ Սա այդ տեսակի հարություն չէ, սա հավիտենական հարության մասին է խոսքը։ Սա ոչ միայն հոգևոր հարություն է, այլ նաև անապական, ասենք, կյանք ժառանգելու շանս է տրված մարդկությանը։ Եվ Քրիստոս դրան հենց իսկապես անդրանիկն էր եւ առաջին պտուղն էր։ Այդ տեսակի հարության մեջ, որի հարությունը բացում է մեզ համար հավիտենական կյանքը, ինքը դուռն է հավիտենական կյանքի։ Իրենով է դա տրվում մեզ, եւ մենք էլ տնկակից լինելով նրա մահվանը ժառանգորդ ենք դառնում նրա տված հարությանը, այսինքն սա լրիվ սկզբունքայինորեն ուրիշ բան է Քրիստոսի հարությունը։ Հետո Քրիստոսի հարությունը ինքը նաև ես ուզում եմ որ բարձ լինի մեր ունկնդիրների համար, ինքը անժամանակ իրողություն, ժամանակից դուրս, ինչպես որ ինքը ազդում է իրենից հետո եկողների վրա, նա նաև ազդում է իրենից առաջ եղած հարությունների վրա։ Ցանկացած հարություն, որ եղել է մինչև Քրիստոս, ինքը միայն իմաստ է ստանում Քրիստոսի հարության մեջ։ Եվ ցանկացած հարություն էլ, որը բնականաբար լինելու է Քրիստոսից հետո, եթե միայն դա կատարվել է իսկապես ուղղափառ հավատքով եւ ոչ թե ինչ որ այլ տեսակի մի բան է եղել, որոնք կարիք չունենք մենք հիմա այստեղ քննարկելու։ Այսինքն Քրիստոսի հարությունը կենտրոնական իրադարձությունն է ամբողջ տիեզերքի, ամբողջ արարչագործության, դրա շուրջ է ամեն բան։ Դա կենտրոնում է դրված, ամեն բան իմաստ է ստանում։ Ավետարանի ցանկացած խոսք, Աստվածաշնչի ցանկացած դրվագ, մարդկության պատմության ցանկացած դրվագ, ինքը իմաստ է ստանում միայն Քրիստոսի հարության հետ առնչություն ունենալով։ Չունի առնչություն, ինքը անիմաստ է։ Մյուս հարցը. արդյոք կարելի է ասել, որ միլիարդավոր բուդդիստներ եւ մահմեդականներ կեղծ կրոնական ուղու վրա են եւ կարծել, թե միակ ճշմարիտ ուղին քրիստոնեությունն է։ Գիտեք, մի լավ խոսք ասում է բժիշկ, բժշկիր ինքդ քեզ։ Մենք մի հատ ճանաչենք մենք ով ենք, հետո բուդդիստների կամ մահմեդականների դարդուցավին վերաբերվենք կամ պիտակավորենք եւ այլն եւ այլն։ Հասկանալի է, Քրիստոս հստակ ասում է, որ ես եմ ճանապարհը։ Հստակ է ասում, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ մենք համարում ենք, որ Աստծո մարդեղությունը դա մարդու աստվածացման միակ հիմքն է եւ միակ բանալին։ Այսինքն քրիստոնեությամբ իսկապես մարդուն տրվել է ճանապարհ եւ բոլորն են կոչված այդ ճանապարհով գնալու։ Բայց սա չի նշանակում, որ Աստծո բնական օրենքը, խղճմտանքը չի գործում այլոց մեջ։ Եթե այդպես լիներ, ապա կստացվեր, որ կան շատ մարդիկ, որոնց շանս չի տրված արդարություն գործելու այս կյանքում։ Այդպիսի բան չկա։ Աստված է ինքը տալիս ամեն մի մարդու հնարավորություն այս կամ այն չափով։ Եկեք մենք Աստծո փոխարեն կատեգորիկ բաներ չասենք, չպիտակավորենք եւ այլն եւ նաեւ հիշենք, որ մենք ցանկացած մեկի նկատմամբ պետք է ունենանք մեծագույն հարգանք, անկախ նրանից մարդը ինչի է հավատում։ Մեր անելիքային է, որ հավատանք Աստծուն եւ պահենք նրա պատվիրանները։ Եվ ինքը կարող է իր այդ մյուս հավատքի մեջ միգուցե ավելի աստվածահաճո լինել, քան մենք մեր հավատքի մեջ, եթե մենք բուն իրողություններին չենք հավատում, ասում է, որոնց մասին Պողոս առաքյալը ասում է, առավել ողորմելի եք, քան մնացած բոլորը։ Եթե մենք ձևական քրիստոնյա եղանք, մենք ավելի վատ վիճակում կլինենք, քան որևէ մեկը աշխարհում։ Դրա համար աշխատենք ձևական չլինենք եւ ձևի հետևից չընկնենք, այսինքն չսկսենք պիտակավորել,
որ սկսում սպիտակավորել, դու ըստ էության, ասենք, բովանդակությունը չես ընկալում։ Ընդհանրապես պիտակներ ես կպցնում մարդկանց վրա։ Եկեք դրանով չզբաղվենք, այլ իսկապես փորձենք հասկանալ, թե ինչ է ուղղափառ հավատքը, ինչ է Աստված հենց մեզանից ուզում եւ այդ Աստծո կամքը կատարենք։ Մարդու մարմնական ծնունդից սկսած պահապան հրեշտակը ուղեկցում է նրան մինչև կյանքի վերջին վայրկյանը։ Իսկ հնարավոր է, որ հոգևոր ծննդյան, այսինքն մկրտության ժամանակ երկրորդ պահապան հրեշտակը տրվի մարդուն։ Նաև կա այսպիսի մի կարծիք, որ մարդու մահվան ժամանակ հրեշտակներից մեկը հսկում է մարմինը գերեզմանի մոտ, իսկ մյուսը ուղեկցում է հոգուն դեպի երկինք։ Այդպես է արդյոք։ Հստակ հրեշտակաբանական ուսմունք գոյություն չունի։ Կան հայտնություններ, կան տեսիլքներ, կան հոգևոր գրվածքներ, որոնք որոշակի լույս են սփռում այդ ամեն ինչի վրա, բայց ասել, որ այդպես հստակ, հասցեավորված, դասակարգված ինչ որ բաներ կան, նամանավանդ պահապան հրեշտակի մասին, քանիսն են, ով ինչ է հսկում, որտեղ է հսկում, ինչ է անում, այդպիսի տեղեկություններ ես չունեմ։ Բայց կա աստվածային խնամք մարդու հանդեպ։ Աստվածային խնամք կա, բնականաբար այդ աստվածային խնամքը մատակարարվում է տարբեր հրեշտակային զորությունների կողմից, կան հրեշտակապետեր, որոնք առավել մեծ փրկաբանական մատակարարություն են ունենում, ինչպես ասենք Գաբրիել հրեշտակապետը, երբ ավետեց տիեզերքի մեծագույն այդ լուրը Սուրբ Մարիամ Աստվածածնին, կամ Միքայել հրեշտակապետը, որ հրեղենթրով, ասենք, պատերազմի մեջ է մտնում ընդդիմամարտ, ասենք, զորությունների հետ եւ այլն։ Այսինքն տարբեր նախախնամություններ կան հրեշտակային եւ այնպես էլ կան մեր պահապան հրեշտակները։ Պահապան հրեշտակները եւ առավել ընդունված է այն կարծիքը, որ պահապան հրեշտակի ամրագրումը մարդու մոտ, այսինքն ավելի անհատական ամրագրումը տեղի է ունենում մկրտության խորհրդով, այսինքն միջ այդ կա բնականաբար Աստծո ընդհանուր պաշտպանությունը, որտեղ ես ուզում եմ մենք հասկանանք, որ դա չլինի Աստծո պաշտպանություն, պատկերացնում եք, ասենք, այդ դիվային ուժերը ինչ կարող են անել մարդկային կյանքի հետ, այսինքն դրանք անհամեմատելի զորություններ են, մենք չենք կարող նրանց ընդհանրապես որևէ բանի դեմ մարտնչել, անգամ նրանց ֆիզիկական զորության հետ եւ այն որ նրանք մեզ թեթև են փորձում, պատճառն այն է որ Աստծո նախախնամական այդ պահպանությունը մեր վրա բավականին զորավոր է, բայց ընդունված է ավելի կարծել, որ այդ պահապան հրեշտակ հասկացողությունը ոնց որ ավելի ամրագրվում է հատկապես այն ժամանակ, երբ մենք դառնում ենք քրիստոնյա, այսինքն ստանում ենք մեր վերստին ծնունդը եւ երկնային հասցեն։ Մինչ այդ էլ բնականաբար Աստծո նախախնամությունը նորից հրեշտակային զորություններով է կիրառվում այս աշխարհի վրա, այսինքն մարդիկ ինչպես դիվային փորձությունների են տարբեր տեսակի ենթարկում, տարբեր դևերի նետարցակումների, հա, մի դև չի, որ մարդուն փորձում է, այնպես էլ տարբեր առաքինություններ կամ հոգևոր տարբեր զորություններ մատակարարվում են տարբեր հրեշտակների կողմից։ Եվ սարսափելի կլիներ, եթե պահապան հրեշտակը մեզ հետ չլիներ եւ չպահպաներ, եւ դրա լավագույն օրինակը թերևս Նեռն է, որի մասին ասում է, որ երբ նա չափազանց արդեն խորանում է իր չարագործությունների մեջ, շարունակ չար ընտրություն կատարելով իր կյանքում, պահապան հրեշտակը լքում է նրան եւ չար ոգին ամբողջությամբ տիրում է նրան եւ նա սկսում է ամբողջովին կառավարվել սատանայի կողմից, թե որ այդ իրավիճակը չենք տեսնում սովորական մարդկանց մոտ եւ դա սարսափելի մի վիճակ է, եթե լինի մարդու մոտ։ Մյուս հարցը, եթե մեր կենթանության օրոք մենք մկրտությամբ ստացած Սուրբ Հոգին բազում մեղքերի պատճառով կորցնենք, ապա մահվանից հետո ինչ կլինի մեր վիճակը։ Եկեք այսպիսի տխուր բաների մասին չխոսենք, որտեղ լավ չի լինի մեր վիճակը եւ եկեք ավելի լավ է մենք խոսենք այն բաների մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի այդ կատաստրոֆիկ վիճակների մեջ մենք չհայտնվենք, որովհետև այդ վիճակների մասին գրված է եւ Սուրբ գրքում եւ եկեղեցու հայրերի նկարագրություններում կա եւ այլն, բայց այստեղ տանջանքի մանրամասնությունները չեն կարեւորը, թե ինչ պատկերներով են դրանք պատկերված, հա, եկեղեցու հայրերի գրվածքներում, այլ Աստծուն կորցնելու վտանգը։ Մարդը չի հասկանում, սա ինչ է։ Այդ ողբերգության աստիճանը չի պատկերացնում մարդը։ Եվ սա է ամենասարսափելին, որ չի պատկերացնում։ Չի հասկանում ինչպես ինքը կարող է ապրել առանց Աստծո։ Եվ ինչ է նշանակում Աստծուն հավիտենապես կորցնելը։ Մարդը պետք է սրա մասին մտածի։
Ես կարծում եմ, որ ոչ մի տեսակի տանջանք, անքուն ворթ, չգիտեմ, կրակի վրա այրել, այդ ինչ պատկերներ, որ գոյություն ունեն, հա, պատկերներ կամ պատկերավոր պատկերացումներ, դրանք չնչին բաներ են Աստծուն հավիտենապես կորցնելու հետ համեմատած։ Մարդը պետք է այս մասին խորհի, եւ մարդը ունի շանս Աստծո հետ լինելու այս կյանքում, Աստծուն ունենալու այս կյանքում, եւ նրա հետ միասին եւ նրա ուղեկցությամբ դուրս գալու այս կյանքից դեպի հավիտենականություն։ Եվ դրա բանալին այնց այդ մեռելների հարության այդ խորհրդի մեջ լինելն է։ Հարությունը ճիշտ ընկալելը, ոչ թե հարությունը հեքիաթային մի հավատք մեզ համար դարձնել, գեղեցիկ մի պատմություն, որ գեղեցիկ հաղթանակ է տեղի ունեցել եւ այլն, հերոսը հաղթել է, թշնամուն չարը կործանված է եւ այլն եւ այլն, ոչ թե այսպես հեքիաթային երանգներով հավատք, այդ իրական հավատք, որ մենք գիտենք եւ հավատում ենք, որ դա մեզ հետ պատահելու է եւ հիմա իսկ կպատահի, եթե մենք կանգնած լինենք ուղղափառ եւ ճշմարիտ հավատքի մեջ։ Դեր նաև նամակով հարցեր ունենք ունկնդիրներից ինտերնետով ստացված։ Չի կարծում Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը, որ իմաստուն տատևացին կարող էր սխալվել, քանի որ մարդու միտքը տանում է եւ դեպի միեղեն եւ դեպի բազում բաների ճանաչողությունը։ Մեր նախկին զրույցներից մեկի անդրադարձն է այս հարցը։ Ընդհանրապես եկեղեցու հայրերը պետք է ասել, որ անսխալական չեն։ Ես հիմա չհասկացա, թե տաթևացու հատկապես ինչն էր սխալ համարում մեր ունկնդիրը։ Այս հարցը արձագանքն է ավելի ճիշտ ոչ թե ձեր եւ իմ զրույցի, այլ հոգեվորականի հետ, եթե չեմ սխալվում, Տեր Սմբատի հետ մեր զրույցն էր, որ ես տաթևացուց մեջ վերում կարդացի եւ ունկնդիրը դրա արձագանքը ձեզ է ուղղում։ Ուրեմն հայրերի գրվածքներում կան տարբեր բնագիտական, ասենք, պատկերացումներ, որոնք այսօրվա գիտությամբ հերկվում են, կամ հայրերի մոտ օրինակ եղել է մարգարեություններ աշխարհի վերջի մասին։ Օրինակ Հովան Ոսկեբերյանը կարծել է, որ դա 4-րդ դարի վերջում պիտի կատարվի, բայց դա չի նշանակում, որ ինքը մեծագույն սուրբ չէ։ Մարդ է, որը սխալվում է։ Մարդը սխալական է։ Պողոս Առաքյալն էլ է սխալվել, եւ մի կարծեք, որ այս սխալվելուց հետո ինքը էլ ընդհանրապես անսխալական է դարձել։ Առաքյալները անգամ իրար հետ վիճում էին եւ բաժանվում էին իրարից։ Չէին կարողանում միասին այդ առաքելությունը իրականացնել։ Հակասություններ կար, ժողովներ էր գումարվում, որպես այդ հակասությունները բանանային։ Այնպես չի, որ մարդը դառնում է անսխալական ռոբոտ։ Հոգևորը մեզ ռոբոտ չի դարձնում։ Մենք էլի մնում ենք որպես սխալական։ Եթե սխալական չլինենք, ուրեմն սարսափելի բան է այդ փրկությունը, որ ինչ-որ պետքա կասկածել այդպիսի փրկության վրա, թե մենք դարձանք անսխալական։ Այնպես որ դա լինում է հայրերի մոտ, բայց դա չի նշանակում, որ նրանք ըստ հոգու չեն ապրել, որ ամեն վարքյան, ամեն մի թրթիռը ուղված չի եղել դեպի հոգևորը, դեպի աստվածայինը։ Հատ նայենք ինչ կյանքով է ապրել Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Կարող ենք մենք այդ կյանքով 3 օր ապրել։ Կարող ենք։ Հետո նոր փորձենք ոնց որ սխալների վերլուծության գնալ։ Ասում եմ, որ գլուխը բարձին չէր դնում, գիտեք, որ խիստ ճկնակեցության տեսակ կար, որ նրանք ձեռքերով կրթնում էին, հարմարանք ունեին եւ ոտքի վրա էին քնում։ Այսինքն մի հատ այդ մարդու կյանքը կարդացեք, տեսեք ինչ է արել, այսինքն ինքը ինձ համար Սուրբ Գրիգոր Տաթևացին հազարամյակային սուրբ է, մեր հոգևոր ժառանգության ամբողջ սինթեզն է։ Այդ չլիներ Գրիգոր Տաթևացին ինչ էինք մենք իմանալու, ինչպես էինք մեր հոգևոր ավանդությունը ճանաչելու, կամ կարդացեք նրա մեկնությունները։ Ինձ թվում է, որ ես 1000 կյանք էլ ունենայի, երկարացնեին իմ, ես չէի կարող այդպիսի իմաստության հասնել։ Այսինքն, երբ որ կարդում ես այդ նրա սուրբ հոգու այդ ներշնչանքը քո ամբողջ բջիջների միջով է անցնում։ Ու տեսնում ես, այդ ինչ զորություն է, ինչպիսի կյանք են ապրել այդ մարդիկ կամ նարեկացին կամ մյուսները։ Այնպես որ բնականաբար, այո, կարող եմ ասել մեր ունկնդրին, որ սուրբերը սխալվում են, բայց մենք դրանից չենք իմաստնանում։ Դրանով մենք իմաստուն չդարձանք, որ հանգարց մի սուրբի մոտ սխալ գտանք։ Եվ իդեպ տվյալ դեպքում էլ Տաթևացին ճիշտ է, պետք է հիասթափեցնենք մեր ունկնդիրը։ Գիտեք ոնց է, ես ուզում եմ, որ մեր ունկնդիրը հասկանա, որ Աստված բոլորի նկատմամբ ունի իսկապես մեծագույն սեր, այդ թվում նաև իր նկատմամբ։ Եվ շատ կարևոր է, որ
մենք ճիշտ իրողությունների մեջ կանգնած լինենք։ Սա երբ որ մենք ասում ենք, չենք ուզում վատաբանել ունկնդրին, որ այս հարցը բարձրացնում է։ Բնականաբար, երբ որ ինչ որ մի բան ես տեսնում, որը կարող է այսօրվա այս կամ այն տվյալի հետ հակասության մեջ լինել, երբեմն ինչ գայթակղվում ես, ասում ես, բա ոնց կարող էր Սուրբը այսպիսի բան ասեր։ Կարող էր։ Հանգիստ վերաբերվեք այդ բաներին, եթե այդպիսի բաներ կպատահի։ Եթե անգամ սխալ է։ Էլուրը մնաց թե եթե ճիշտ է։ Այո։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօրվա զրույցի եւ ունկնդիրների հարցերի պատասխանների համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում։ Տեր Մեսրոպի հետ մեր հաջորդ զրույցը նախատեսել ենք նույն այս գլխի Կորինթացիներին ուղղված Պողոս Առաքյալի առաջին թղթի 15-րդ գլխի մնացյալ հատվածի մասին, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես է տեղի ունենում մեռյալների հարությունը։ Օրհնյա Տեր Հայր։ Աստված օրհնի։ Վեմ ռադիոկայանի եթերում մեկնություն հաղորդաշարներ։ Զրույցը վարեց Արաս Սարգսակյան Նալչաջյանը։